Մտքի ուժագրքի շարունակությունը 5-րդ գլուխ պնդումներ մտային վարժանքի հնարավորություններն անսահման են, իսկ արդյունքները հավերժ, բայց առաջվա պես միայն շատ քչերն են բարեհաճում մտքերն ուղղել անհրաժեշտ հուն, ինչը նրանց հաջողություն կբերի, այլ սովորաբար ինքնահոսի են թողնում։ Բրայս Մարդեն Պնդումն ուղեղի վրա գիտակցված ազդելու ինձ հայտնի բոլոր մտային հնարքներից թերևս ամենահեշտն ու պարզն է։ Այն դարեր շարունակ օգտագործվել է ամբողջ աշխարհում եկեղեցու կողմից և մոգության մեջ աղոթքների և մանթրաների տեսքով։ Այսօր այն ամենատարբեր մարդկանց կողմից կիրառվում է գործնական պայմանագրեր կնքելու, տարբեր հիվանդություններից բուժվելու, նոր մարդկանց հետ ծանոթանալու, մրցումներում հաղթելու, ինչպես և գործունեության շատ այլ տեսակներում հաջողության հասնելու համար։ Պնդումը սովորական հայտարարություն է, որը մարդը կրկնում է բարձրաձայն կամ մտքում կախված հանգամանքներից։ Դուք դա կարող եք անել որտեղ կուզեք՝ մեքենայի ղեկին, բժշկի ընդունարանում, անկողնում քնելուց առաջ։ Պարզապես ընտրեք հայտարարություն, որն արտահայտում է այդ պահի ձեր ցանկությունները և մի քանի անգամ կրկնեք։ Ենթադրենք լավ չեք զգում և կուզեիք թուլանալ և ոչնչի մասին չմտածել։ Պնդման մեթոդն օգտագործելու իսկական ժամանակն է։ Անշտապ կրկնեք. Ես հանգիստ և թուլացած եմ։ Ես հանգիստ և թուլացած եմ։ Մի փորձեք ձեզ ստիպել, որ հանգստանաք և թուլանաք, պարզապես մի քանի րոպե կրկնեք։ Նույն կերպ, եթե պետք է մասնակցեք մեծ հավաքույթի և ուզում եք, որ ամեն ինչ լավ անցնի, սկսեք նախապես պնդել ձեր ցանկությունը, հանդիպումը հաջող կանցնի փոխարեն դուք ասեք հանդիպումը հաջող անցավ, հանդիպումը հաջող անցավ։ Ինչ եք անում պնդելով։ Պնդելով ազդում եք ձեր ուղեղում ծագող մտքերի վրա։ Մարդու ուղեղը որոշակի ժամանակային հատվածում կարող է պահել միայն մեկ միտք։ Ուստի պնդման խնդիրը ուղեղը հանգեցնելն է մտքերով, որոնք ամրագրում են ձեր նպատակը տվյալ պահին։ Բառերն ուղեղին հրահանգում են, թե ինչ մտքեր պիտի ծնի։ Եթե պնդում եք հանդիպումը հաջող կանցնի, ձեր ուղեղը սկսում է բնական կերպով մտքեր ծնել կապված հաջող հանդիպման մտքերի հետ։ Ուղեղն առանց ձեր կողմից գործադրված որևէ ջանքի ընտրում է ձեր պնդման թաքուն իմաստն ու հիմնական բովանդակությունը։ Արտաքուստ ամեն ինչ շատ պարզ է թվում, բայց իրականում այս մեթոդը կարող է խիստ արդյունավետ օգնել ձեզ հասնելու դրված նպատակներին։ Ձևակերպեք ձեր ցանկությունը համապատասխան պնդման տեսքով և կանոնավոր կերպով օգտագործեք։ Իմ ծանոթներից մեկը հաջողակ բիզնեսմեն է։ Իր ամեն օրը սկսում է հետևյալ պնդումով. շատ առևտուր, շատ ժպիտներ։ Նա այդ դարձվածքը մի քանի րոպե կրկնում է առավոտյան, մի քանի անգամ օրվա ընթացքում և գրանցում ապշեցուցիչ արդյունքներ։ Ինչ է պետք հիշել պնդումը անելիս հաջորդ ենթավերնագիրը։ Պարտադիր չէ հավատալ նրան, ինչ պնդում եք։ Ըստ երևույթին, նրանք, ում համար պնդման մեթոդն արդյունավետ չի եղել, հենց այդպես էլ վարվել են։ Այս սխալը կարող է իչիք դարձնել պնդման ազդեցությունը։ Մի մտածեք դրա մասին, պարզապես կրկնեք պնդումը։ Եթե հավատում եք նրան, ինչ պնդում եք, հրաշալի է։ Եթե չեք հավատում, նույնպես սարսափելի ոչինչ չկա, դա նշանակություն չունի։ Ուղեղն ինքը կընտրի ձեր պնդման բովանդակությունը և գիտակցության մեջ կծագեն տվյալ իրավիճակում անհրաժեշտ մտքեր։ Պետք չէ առանձնակի ջանք գործադրել։ Առաջին, պնդումը միշտ պետք է դրական լինի։ Ձևակերպեք այն հաստատական, ոչ թե ժխտական նախադասությամբ։ Օրինակ, եթե ուզում եք, որ հանդիպումը հաջող անցնի, պետք չէ ասել «ես չեմ ձախողի»։
Եթե ուզում եք հանգիստ և անվրդով լինել, պետք չէ պնդել «ես չեմ անհանգստանա»։ Ուղեղը չգիտես ինչու բաց է թողնում այդ «չն» և արդյունքում պարզում եք, որ ձեզ ուղղորդում եք հանդիպմանը ձախողելուն կամ անհանգստանալուն։ Ուղեղը կենտրոնանում է այդ ինքնաավերիչ պատկերների վրա, ոչ թե նրա վրա, ինչ ցանկանում եք։ Երկրորդ. պնդումը պետք է կարճ լինի, մանթրաների պես, կարճ և պարզ արտահայտություններ, որոնք հեշտ է արտաբերել և կրկնել։ Ես սովորաբար առավելագույն 10 բառանի պնդումներ եմ կազմում։ Երբեմն նույնիսկ 2 բառը կարող է ցնցող արդյունք տալ, գլխապտույտ հաջողություն կամ ռեկորդային վաճառք։ Ինձ վիճակվել է տեսնել կես-էջանոց պնդումներ։ Քիչ հավանական է, որ կարողանաք այդպիսի տեքստը կրկնել մի քանի անգամ, նույնիսկ 2 նախադասությունն արդեն շատ է։ Պնդումը կրկնում եք, որպեսզի ամրագրվի ձեր գիտակցության մեջ, ուստի որքան կարճ, այնքան լավ։ Կրկնում եմ, պնդումը պետք է լինի կարճ, ռիթմիկ և կրկնության համար մատչելի։ Զգուշացեք անգիտակցաբար ձեր դեմ ուղղված պնդումներն օգտագործելուց։ Ես երբեմն դրան չեմ հասնի, ես երբեք չեմ անի դա անհնար է, ես կձախողեմ, ես չեմ կարողանա շփվել մարդկանց հետ, ես գիտեմ, որ սխալ կգործեմ, ես միշտ տանուլ եմ տալիս։ Մարդիկ հաճախ անգիտակցաբար օգտագործում են այսպիսի պնդումներ։ Ամեն կերպ խուսափեք դրանցից։ Ուզում եմ պատմել վերջերս դասախոսությունների ժամանակ ինձ հետ կատարված մի դեպքի մասին։ Երբ դասախոսությունների կեսն արդեն կարդացված էր, նայեցի հաջորդ ամիսների դասացուցակն ու չհավատացի աչքերիս։ Դասախոսությունները տարբեր քաղաքներում հաջորդում էին իրար, երբեմն օրվա ընթացքում մի քանիսը։ Սկսեցի մտածել, որ հաջորդ ամիս լրիվ ուշասպառ կլինեմ։ Եվ հենց այդ էլ սկսեցի պնդել. ես ուշասպառ կլինեմ։ Հաջորդ 2-3 օրերը ճնշված էի, տխուր, տրտուն, սպասում էի իմ շրջագայության հաջորդ փուլին։ Անիծում էի այդպիսի անհեթեթ դասացուցակ կազմողին։ Հետո կանգ առնելով ծիծաղեցի ինձ վրա։ Ուղեղի ուժին նվիրված դասախոսություններ կարդացողն ինքն էր ընկել սխալ դատողությունների ծուղակը։ Խոսք չունեմ։ Լավ պնդում էր։ Ես ուշասպառ կլինեմ։ Դրա համար էլ անմիջապես նոր պնդում սկսեցի կազմել, կենտրոնանալով 3 բառի վրա՝ կազմակերպված, հանգիստ և ուրախ, որոնք մի քանի րոպեների ընթացքում կրկնում էի։ Հաջորդ օրը սկսեցի նույն պնդումից ու կրկնում էի ամեն անգամ, երբ հիշում էի իմ խելագար դասացուցակի մասին, ես կրկնում էի կազմակերպված, հանգիստ, ուրախ։ Մի քանի օրից սկսեցի մտածել, որ եթե հանգիստ ու կազմակերպված լինեմ, այդ մարաթոնյան վազքը կարող է նույնիսկ շատ գրավիչ դառնալ։ Ինչու է այդքան սրտնեղում։ Ի վերջո այդ 3 բառերն ամեն ինչ փոխեցին։ Դասացուցակը մնաց նույնը, միայն իմ վերաբերմունքը փոխվեց։ Շրջագայությունը, որը հենց ինքս քիչ էր մնում վերածեի տառապանքի, հրապուրիչ դարձավ։ Ես դարձա կազմակերպված, հանգիստ և հաճույք ստացա, որ ընդունել եմ այդ մարտահրավերն այն նույն պահին, երբ բացասական պնդումը վերածեցի դրականի։ Դուք էլ կարող եք կազմել սեփական պնդումները, որոնք կօգնեն հասնելու դրված նպատակին, քանի որ դրանք շատ պարզ են։ Կարող եք արտասանել որտեղ կուզեք՝ բանկի հերթում, բժշկի ընդունարանում, խցանման մեջ, պարտադիր չէ, որ հավատաք դրանց։ Պնդումը կրկնելով հարկ չկա տառացիորեն հավատալ, որ իսկապես ունեք այն, ինչ իրականում դեռ չկա։ Պահանջվում է միայն կրկնել ձեր պնդումները։ Խորհուրդ կտայի սկսել առավոտից, որովհետև առավոտյան ժամերը տրամադրություն են ստեղծում ամբողջ օրվա համար։ Ընդամենը 2-3 րոպե վարժություն և շուտով կնկատեք արդյունքները։ Ամեն օր ամեն ինչ փոխվում է դեպի լավը։ Այսօր Էմիլ
Կուե անունով այնքան հանրահայտ չէ անունը, որքան դարասկզբին, երբ պնդման մեթոդի այդ առաջամարտիկը Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի բազմաթիվ հիվանդանոցներում հիվանդների բուժմամբ և իր մեթոդիկ հարստությամբ էր զբաղված։ Ժամանակին նրա աշխատանքները սենսացիա էին, իսկ դրանց մասին խոսակցությունները չեն դադարում մինչև օրս, նրա մահվանից մի քանի տասնամյակ անց։ Կուեն նկատել էր, որ իր հիվանդներն ավելի արագ են ապաքինվում, երբ ամեն օր արթնանալուց հետո և ամեն երեկո քնելուց առաջ կրկնում են մի պարզ պնդում, որն ինքն էր սովորեցրել։ Պնդումն այսպես էր հնչում. ամեն օր ես ավելի ու ավելի լավ եմ ինձ զգում։ 2 րոպե առավոտյան, 2 րոպե երեկոյան ու վերջ։ Արդյունքն ապշեցուցիչ էր։ Եվ նա ինքնաներշնչմանը նվիրված մի քանի գիրք գրեց և սկսեց շրջագայել աշխարհով մեկ, մարդկանց սովորեցնելով հիվանդությունների բուժման մեջ ուղեղի կարողությունների օգտագործման գաղտնիքները։ Կուեի պնդումը հիվանդի ուղեղը կենտրոնացնում էր ամեն օր ավելի ու ավելի լավ զգալու վրա։ Կուեի մեթոդով հազարավոր մարդկանց ապաքինումը վավերականորեն հաստատված փաստ է։ Մեր ժամանակակիցներից հայտնի է երգիչ և կոմպոզիտոր Ջոն Լենոնը, ում միշտ կհիշեն իր աներևակայելի երաժշտության մարդասիրական հայացքների և ապշեցուցիչ անկեղծության համար։ Լենոնը չէր թաքցնում իր հետաքրքրությունը մոգության և ուղեղի ուժի հանդեպ, ինչն արտահայտվում էր նրա երգերում։ Ուշադիր ուսումնասիրենք «Մտքի խաղ» երգի այս տողերը։ Մենք մտքի խաղեր ենք խաղում, կերտելով ապագան մեր այսօրից։ Լենոնը գիտեր և կիրառում էր մտապատկերման և պնդման մեթոդները։ Իմ ուղեղն անում է այդ ամենը, սիրում էր կրկնել նա։ Իսկ հրաշալի տղան երգում է, որ գրել է որդու Շոնի համար, հենց այդպես էլ ասվում է, մինչև քնելը կրկնիր այս կարճ աղոթքի բառերը. ամեն օր ավելի ու ավելի լավ եմ ինձ զգում։ Կուեի և բազում այլ մեծերի պես նա բացահայտել էր այդ հավերժական ճշմարտության ճանաչման իր ուղին։ Ջոն Լենոնի երգերը կոչվում են հավատալու մեզ, մեր ուժերին և կարողություններին։ Քեզ ի՞նչ ես համարում։ Աստղ, ինչ կա որ, ճիշտ ես, երգում էր նա։ 6. Գիտակցում։ Հաջողությունն իր հետ նոր հաջողություն է բերում։ Շատերն ավելի հակված են տեսնելու սեփական անհաջողություններն ու թերությունները, քան գիտակցելու իրենց նվաճումներն ու հաջողությունները։ Հասնելով նպատակին, մենք մի քանի օր կամ շաբաթ ուրախություն ենք զգում։ Հետո նոր նպատակներ և ուղենիշներ ենք դնում մեր առաջ։ Մեզ շատ արագ լքում է բավարարվածության զգացումը։ Շուտով ընդհանրապես մոռանում ենք, որ ստացել ենք այն, ինչ ցանկացել ենք։ Ամբողջ ուշադրությունը կենտրոնանում է նոր նպատակների և ցանկությունների վրա, և նախորդ ձեռքբերումների ուրախությունն անհետանում է։ Մարդն այդպես անպտուղ վատնում է հաջողության հզորագույն էներգիան։ Կենտրոնանալով դեռևս չնվաճվածի վրա, մենք անգիտակցաբար ամրագրում ենք սեփական անկարողության միտքը։ Մենք կարող ենք պարբերաբար օգտագործել նախկին ձեռքբերումների հաջողության էներգիան, հասնելով ապշեցուցիչ արդյունքների։ Բայց ցավոք խիստ հազվադեպ ենք այդպես վարվում։ Մի անգամ դասախոսությունից հետո ինձ մոտեցավ մի կին և հարցրեց. «Ջոն, ի՞նչ եք կարծում, երբևէ կհասնեմ իմ նպատակներին»։ Խնդրեցի նկարագրել դրանք։ Առաջին նպատակը լավ տան ապրելն էր, երկրորդը թռչել Անգլիա հանդիպելու ծնողներին և հարազատներին, որոնց 14 տարի չէր տեսել, իսկ երրորդն ամուր հարաբերություններ հաստատելն էր մի տղամարդու հետ։ Քանի որ 3 երեխայի միայնակ մայր էր, շատ համեստ էր ապրում և այդ նպատակներն անիրագործելի էին իրեն թվում։ Սակայն հաճախելով իր դասախոսություններին,
Կինը հույս ուներ յուրացնելու ուղեղի ուժի կիրառման նոր եղանակները, որպեսզի բարելավեր իր կյանքի պայմանները։ Ես վստահեցի նրան, որ օգտագործելով մտքի ուժը ինքն իսկապես հնարավորություն ունի հասնելու դրված նպատակներին, և լրիվ մոռացել էի այդ կնոջը, երբ մեր առաջին հանդիպումից 1 տարի անց անսպասելի զանգեց։ «Ջոն», ոգևորված սկսեց նա, երբեք չեք կռահի ինչ է պատահել, ապրում եմ լողավազանով և հրաշալի այգով իմ նոր տանը, որի պատուհաններից սքանչելի տեսարան է բացվում։ Ասացի, որ շատ ուրախ եմ իր համար, բայց նա դեռ չէր ավարտել, սա դեռ ամբողջը չէ, 3 շաբաթ անցկացրեցի Անգլիայում և հանդիպեցի ընտանիքիս, և ամենալավ նորությունը թողել է ի վերջում, անասելի երջանիկ եմ, սիրահարվել եմ, իրոք սիրահարվել եմ, բնականաբար շատ էի ուզում հանդիպել նրան, բայց հանդիպումը տեղի ունեցավ միայն ամիսներ անց, նա ինձ դիմավորեց օդանավակայանում, բայց հակառակ սպասումներիս, երջանիկ և կյանքից գոհ մարդու տեսք չուներ։ Զարմացած նայեցի նրան, լսելով հուսահատ հարցը. «Ջոն, ինչու մտքի ուժը չի օգնում ինձ»։ Ինձ մնում էր միայն թերահավատորեն նայել նրան։ «Ինչու մտքի ուժն ինձ չի օգնում», կրկնում էր նա։ «Ականջներիս չէի հավատում, լսեք, ուղղեք ինձ, եթե սխալվում եմ, դուք այն կինը չե՞ք, որ ուզում էր լավ տուն ունենալ, մեկնել Անգլիա, ընկեր գտնել, մի՞թե դուք չեք»։ Նա շփոթված նայեց ինձ։ «Ախ», ասաց, «արդեն մոռացել եմ դրա մասին»։ «Մոռացել է, ինչպես կարելի է մոռանալ»։ Շատ պարզ, դա մշտապես կատարվում է մեզ հետ։ Նա հասել էր նախկին նպատակներին և հիմա աշխատում էր նոր ձեռքբերումների վրա, և քանի դեռ չէր իրագործել նոր նպատակներն, անկեղծորեն համոզված էր, որ մտքի ուժն այլևս չի օգնում իրեն։ Նա իսպառ մոռացել էր նախկին նվաճումները, համարելով, որ այդպես էլ պիտի լինի։ Միտքն ամբողջությամբ լցվել էր նոր նպատակներով։ Մենք կենտրոնանում ենք նրա վրա, ինչին ցանկանում ենք հասնել, իսպառ մոռանալով նախկին ձեռքբերումները։ Ինչու կենտրոնանալ ունեցածի վրա, բոլորս էլ ինչ-ինչ հարցերում անհաջողություններ ենք ունենում։ Սովորեք գնահատել ներկա և նախկին, թեկուզ ամենափոքր հաղթանակները։ Փնտրեք այն պահերը, որոնք թույլ են տալիս ուժեղ, հաջողակ զգալ ձեզ և հպարտանալ ձեզանով։ Ուրախացեք նույնիսկ նվազագույնի, մեծ ու փոքրի համար և զգացեք այս պահի հաջողությունն ու ձեռքբերումները։ Ինչը ձեզ կօգնի հաջողության հասնելու նաև ապագայում։ Հաջողությունը գնահատելն առանձնապես արդյունավետ է, երբ փորձում եք հասնել նոր նպատակներին։ Ենթադրենք երիտասարդ ռեժիսոր եք, որը փորձում է ճանաչման հասնել ստանալով ֆիլմ արտադրող առաջատար ընկերություններից մեկի հավանությունը։ Օգտագործելով ճանաչման մեթոդը սկսում եք փնտրել տարածքներ, որոնք թույլ են տալիս վստահություն զգալ սեփական ռեժիսորական ունակությունների հանդեպ։ Դրանք կարող են կարճամետրաժ ֆիլմեր լինել, որոնք նկարահանել եք նախկինում և հպարտանում եք հիմա։ Կարելի է հիշել որոշ տեսարաններ, որոնք քննադատները գնահատում են որպես հետաքրքիր և խոստումնալից գործեր։ Կանգ առեք դրա վրա և ձեզ հիշեցրեք, որ նույնքան լավ նկատում եք մանրամասները, հիշեք, թե ինչքան ջանք եք թափել ռեժիսոր դառնալու համար, հիշեք տարբեր մարդկանց գովեստներն ու հաճախոսությունները ձեր ֆիլմերի վերաբերյալ։ Ընդունեք վերջին տարիներին ձեռք բերած բոլոր հմտություններն ու առաջընթացները։ Փնտրեք, ես ընդգծում եմ «փնտրեք» բառը։ Այն պահերը փնտրեք, որոնք կարելի է հաջողված համարել։ Ընդունեք ոչ միայն ակնհայտը, այլև առհասարակ ամեն ինչ, մի մտածեք, թե դա հիմար կամ անիմաստ գործ է։ Ձեր դրական հատկությունները պակաս իրական չեն, քան բացասականները, ուստի հպարտացեք դրանցով։
Հպարտացեք այն ամենով, ինչ ունեք, զգացեք հաջողությունը, ձեր ուղեղին թույլ տվեք մի քանի րոպե վայելել արդեն ձեռք բերվածը։ Այս հնարքը կարելի է օգտագործել ոչ միայն որևէ կոնկրետ նպատակի, այլև ընդհանրապես հաջողության հասնելու համար։ Հենց այս պահին 10 րոպե տրամադրեք և թղթին հանձնեք ձեր բոլոր ուժեղ կողմերը, ինչպես ներկայում, այնպես էլ անցյալում։ Փոքրիկ պրակտիկա, օրինակ, ես ճաշակով եմ հագնվում, ես հաջողությունների եմ հասնում աշխատանքում, ես հաջողությունների եմ հասնում իմ կյանքի բոլոր ոլորտներում, ես ստեղծագործ անհատականություն եմ, ես շատ բան գիտեմ այն ամենի մասին, որն ինձ շրջապատում է, ես լավ զրուցակից եմ, ես առատաձեռն եմ, ես լավ եմ նկարում, ես լավատես եմ, ես զգույշ վարորդ եմ, ինձ հետ հաճելի է շփվել, կանգ մի առեք այսքանի վրա, ձեր դրական որակներն անսահման են։ Մարդիկ ինձ սիրում են, ես շատ եմ աշխատում, ես հաճույք եմ ստանում կյանքից, ես սիրող ամուսին կամ կին եմ, ես բարեխիղճ ծնող եմ, ես օգնում եմ ընտանիքիս և ընկերներիս, ես հենց նոր կազմեցի իմ դրական հատկանիշների ցանկը։ Առավելագույնս ամբողջական և երկար ցանկ կազմեք, 20 կետից ոչ պակաս։ Ազատվեք կեղծ համեմատությունից, թղթին հանձնեք ամեն ինչ, որպեսզի առարկայական տեսնեք, թե որքան պատճառներ ունեք ձեզանով հպարտանալու։ Այս փոքրիկ վարժության նպատակը հենց դա է՝ ստիպել ձեզ գիտակցել, որ պատճառներ ունեք հպարտանալու ձեզնով։ Այդ դրական զգացմունքները հաջողության զգացողություն են բերում, որը կդառնա ձեր գալիք հաջողությունների հիմքը։ Այսպիսի հնար կարելի է կիրառել ցանկացած նպատակին հասնելու համար։ Կազմեք ձեր այն արժանինքների առնվազն 10 կետանոց ցանկը, որոնք ձեր կարծիքով կօգնեն հասնելու դրված նպատակին։ Օրինակ, եթե ուզում եք առևտրական գործակալի աշխատանք ստանալ, կարելի է թվարկել այն որակները, որոնք կարող են պետք գալ այդ գործում։ Ձեր ցանկը կարող է այսպիսի տեսք ունենալ. ես բարեհամբույր եմ, ես կարողանում եմ շփվել մարդկանց հետ, ես շատ եմ աշխատում, ես դուր եմ գալիս մարդկանց, ես կարողանում եմ աշխատել մարդկանց հետ, ես բնատուր առևտրական եմ, ես հրաշալի եմ կատարել աշխատանքս նախորդ աշխատավայրում, ես կարողանում եմ մոտիվացնել մարդկանց, ես տաղանդավոր եմ, ես ճաշակով եմ հագնվում և շատ լավ տեսք ունեմ, ես կազմակերպված եմ, ես ինքնավստահ եմ, ես հասնում եմ իմ առջև դրված բոլոր նպատակներին։ Այսպիսի ցանկ կազմելու դեպքում կարող եք հարցազրույցի գնալ պարզապես հուսալով ստանալ այդ աշխատանքը։ Այդ դեպքում պետք է համոզված լինեք, որ բավարար պատրաստված եք նպատակին հասնելու համար։ Եվ հիշեք, ցանկացած նպատակ, որը կգա ձեր կյանք, դա տեղի կունենա այն ժամանակ, երբ դուք իսկապես պատրաստ եք այդ նպատակին և ունեք համապատասխան որակները։ Հաջողությունն իր հետ հաջողություն է բերում, իսկ դուք արդեն հաջողության եք հասել բազմաթիվ բնագավառներում։ Որքան ավելի եք զգում նախկին հաղթանակներից բխող էներգիան, այնքան ավելի եք դեպի ձեզ ձգում հաջողությունը։ Ուստի կազմեք այդպիսի ցանկեր, սնեք ձեր ուղեղը, ակտիվ ապրեք, երբեք մի նսեմացրեք ձեր արժանինքները, երբեք մի դադարեք հավատալ ձեզ, մի սպասեք հրաշքի, ինչպես Ջոն Լենոնն է ասում, սկսեք կերտել ապագան այսօրից, ընդունեք ձեր արժանինքները, քանի որ դուք արժանի եք։ Գիտակցությունն իրականություն է ստեղծում, իսկ դուք ստեղծում եք ձեր գիտակցությունը։ Իսկ այստեղից ինչ է հետևում, որ դուք ստեղծում եք ձեր իրականությունը։